Սարյանը սարքեց միակողմանի պրոսպեկտը լրիվ կայնում է, Մոսկովյանից կամ Բաղրամյանից եկողը այն կողմից, որ պիտի մտնի Սայաթնովա, չի կարում ժամանակ առնում, օպերայից ելնողը ձախ չի կարում անի դեպի Բաղրամյան, որովհետև վերևից հոսքը կայնացա լրիվ։ 20 տարվա վարորդ Արմեն Զաքարյանը խոշոր հաշվով գոհ չէ վերջին շրջանում Երևանում կատարված երթևեկության փոփոխություններից։ Տաքսի է վարում, ուղևորներին A կետից B կետը հասցնելու ընթացքում ամեն օր մտքում հարցեր է տալիս քաղաքային իշխանությանը։ Հիմա գցենք ես մարդ տանեմ Սարյան, Պուշկին չես կարա մտնես, ահա որա, որովհետև վերևից փարփեցին ա գալիս, որ հատի Պուշկինը գնա Արամիով կարենա Սարյան մտնի, բացառվում է, Բյուզան չես կարա մտնես, որովհետև ստե ձախ չկա դեպի այս կողմ, պիտի այդած միջև էթել չես կարում։ Հիմա դու որ իջացնես Սարյանի սկիզբ, պիտի այդած գոնե փորձես Մոսկովյան, Սայաթնովա, հատես այն կողմով կարենաս հետ գաս։ Վերջին 1 տարում Երևանում 11,000-ով ավելացել է գրանցված ավտոմեքենաների թիվը։ Ըստ քաղաքային իշխանության խցանումների պատճառներից մեկը նաև սա է։ Բայց քաղաքապետարանից նաև ասում են, որ մասնավոր մեքենաները չխանգարեն ավտոբուսների շարժին, Երևանի որոշ հատվածներում տրանսպորտի համար գծեր են առանձնացրել, դրանցով երթևեկող մեքենաներն էլ տուգանվում են։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասում է, նոր ավտոբուսներ են բերում, որ նախ դրանցից օգտվողներն ավելի արագ երթևեկեն։ Մեր առաջնային խնդիրը ավտոմեքենաները չեն։ Մեր առաջնային խնդիրը հետիոտն է, հետո հեծանիվն է, հետո ավտոբուսն ու տրոլեյբուսն են, հետո նոր ավտոմեքենան։ Հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիներն Ազատությանը պատմեցին, թեև նոր ու հարմարավետ ավտոբուսներ կան, բայց հատկապես օրվա պիկ ժամերին շարունակում են խցանումներում մնալ։ Խնդրի լուծման իրենց տարբերակներն ունեն։ Նույն ձև ոնց կանգնած երթևեկում ենք, տենց էլ գնում գալիս ենք։ Նստելու տեղ չկա, ավտոբուսները քիչ են, մարդիկ շատացել են։ Նույն ժամանակն եք անցկացնում ճանապարհին։ Նույն ժամանակն է, հա։ Մենակ են, որ մենք շուտ ենք արթնանում ու երեխեքի համար դա դժվար է։ Որտեղ որ ես երթևեկում եմ, ես փոփոխություն չեմ զգում։ Խցանումներ շատ են իրոք։ Դրա համար պետությունը պետք է որոշ միջոցներ նույնպես ձեռ առնի։ Ճանապարհների լայնացում, մոստերի կառուցում, նման բաներ են հարկավոր խցանումներ պակասացնելու համար։ Էֆեկտ տվել է, որ փոխվա բոլոր ավտոբուսներ։ Ես ողջունում եմ դրան։ Ճիշտ ժամանակին էլ աշխատում են։ Էդի խցանման ժամանակա որ ուշանում է։ Այդ նշանները որ փոխել են, էդի ոչ մի էֆեկտ չի տալիս։ Նոր ճանապարհներ դի կառուցեն։ Էսկադաներ, ներքև Պատզեմնի Վարորդի ինկեր հասարակական կազմակերպության համահիմնադիր Դավիթ Պեդանյանը Երևանի քաղաքապետարանի դասերը 15 րոպե շուտ սկսելու որոշումից հետո նկատում է որոշ դրական փոփոխություն։ Դպրոցների դիմաց օրինակ ասում է այլևս խցանումներ չկան, բայց ընդգծում է խցանումների նվազեցմանը զուգահեռ չի կարելի օրվա պիկ ժամերին փողոցներ փակել վերանորոգման համար, արգելապատնեշներ տեղադրել ճանապարհներին, խոչընդոտելով երթևեկությունը եւ այլն։ Կոմպլեքս լուծումներ է պահանջում, դա մենակ երթևեկության փոփոխությունները չի, դա նոր ճանապարհների ստեղծումն է, տարբեր ինչ որ օրինակ շատ կարևոր է որ ժամերը հենց են դասավորել, որ տարբեր խմբի մարդիկ տարբեր ժամերի իրար հետ չբախվեն նույն վայրում, հա, բայց այն որ պետական հիմնարկների մեծ մասը Երևանի կենտրոնում է գտնվում ու մի քանի 100,000 մարդ ամեն օր գալիս է Երևանի կենտրոն մենակ աշխատանքի ու հետո հետա գնում տուն, այդ մեկը մեծ խնդիր է։ Տեսանելի փոփոխություն կարա լինի ինչ որ սուբյեկտիվ մակարդակով, բայց օբյեկտիվ մակարդակով անկեղծ ասած պետքա երևի սպասել օրինակ մի տարի վիճակագրություն հավաքել, որ հասկանանք, էլի։ Երևանում խցանումների մակարդակը գնահատելու եւ իրավիճակի հստակ պատկեր ստանալու համար քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը գործակարգավարականի ընթացքում Yandex տաքսի ծառայության տվյալները ներկայացրեց։ 2024 եւ 25 թվականների օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածն են ուսումնասիրել։ Ըստ այդ տվյալների վերլուծության խցանումները հատկապես շատ են եղել հիմնականում աշխատանքային օրերին։ Եթե քաղաքի ինչ-որ հատվածում երթևեկում են 40 կմ/ժ արագությամբ խցանումների բացակայության պարագայում եւ նշված գործակիցը փոփոխվում է օրինակ 2-ի, ապա նույն ճանապարհահատվածը փոփոխված գործակցի պարագայում հնարավոր կլինի երթևեկել 20 կմ/ժ արագությամբ եւ առավելագույն դանդաղեցման ցուցիչը 1.73։ Իսկ 2025 թվականի նույն կիրակի օրվա վերջին շրջանում կատարված երթևեկության կազմակերպման փոփոխությունները, ինչպես նաեւ կայացրած որոշումը հանրակրթական
դպրոցներում եւ հաստատություններում դասաժամերի մեկնարկի փոփոխության հետ կապված իր ուրույն դրական ազդեցություն են ունեցել Երևան քաղաքի խցանումների մակարդակի վրա։ Վարորդի ընկեր հասարակական կազմակերպության համահիմնադիր Դավիթ Պեդանյանն ասում է, Yandex-ը մասնավոր ընկերություն է ու դրա տվյալները չեն կարող ամբողջական օբյեկտիվ պատկերը ցույց տալ։ Տրանսպորտի վարչության պետ Հարությունյանի խոսքով մյուս տարի մասնավորապես փոքր կենտրոնում պետք է մայթերը լայնացվեն, հեծանվողիններն ու ավտոբուսային նոր գծերն ավելացվեն, քաղաքապետն էլ ասում է, այդ աշխատանքի մի մասը կարելի է հիմա անել։ Խոշոր հատվածներում, օրինակ, հենց նույն Արաբկիր վարչական շրջանում ավտոբուսային գծերի ստեղծմանը պետք չի սպասել հաջորդ տարվան։ Շատ տեղեր ստեղծել ենք ավտոբուսային գծեր, ավտոբուսները սկսել են արագ տեղաշարժվել ու դրա զուգահեռ տրված լուծումներով մենք խցանումների միջինացված թիվը էականորեն նվազեցրել ենք։ Այսինքն սեպտեմբերի այս առաջին մի քանի օրվա ցուցանիշները դա ի հայտ են բերում։ Մինչև պաշտոնյաները քննարկում են ինչ անել, որ Երևանը խցանումներից չպայթի, մեզ հանդիպած տաքսու վարորդները եւ ուղևորները դեռ էական մեծ փոփոխություն չեն նկատում։